Սարգսյանն այսօր ադրբեջանական կողմից նոր հայտարարություններ են հնչել, մասնավորապես Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմը չակնկալի գերիների վերադարձ, նրա խոսքով ծանր հանցագործներ են, այս մասով ինչ կասեք։ Ճիշտն ասած, այսօր դեռ չեմ հասցրել մամուլին ծանոթանամ, հետո կմեկնաբանեմ, եթե անհրաժեշտություն լինի։ Առհասարակ փոխնախագահի ամենափոխնախագահացից հետո Հայաստանում կարծես մի փոքր հույս կար, հույսեր առաջացել, որ հնարավոր է նաև այնտեղ բանակցություններ լինի եւ վերադարձ։ Կարծում եմ բանակցություններ դեռ շարունակվում են եւ բանակցությունները չեն ընթացվել։ Նաև հայտարարել է, որ խաղաղության հաստատող կստորագրի, եթե հասան սահմանադրությունը փոխվի։ Նորից կրկնեմ, չեմ ծանոթացել եւ ձեր մեկնաբանմամբ չեմ ուզում փորձեմ մեկնաբանել այլ Սահմանադրությունը փոխելու Սահմանադրության փոփոխությամբ կարծում եմ զբաղվում ենք հենց հեղափոխությունից հետո եւ մեկը մյուսի հետ կապ չունի, մեկ հայտարարությունը մյուս հայտարարությունի հետ։ Եվ 18 թվականից աշխատում է Սահմանադրության փոփոխության հանձնաժողովը եւ իր աշխատանքներով ոնց որ նախարարն ասել մարտին Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի, կտեսնենք ինչի վրայն աշխատել եւ ինչ փոփոխություններ մեզ առաջարկում։ Քիչ առաջ ձեր գործընկերներից մեկը նշեց, որ խնդրահարույց կետեր կան ձեզ համար էլ Սահմանադրության մեջ խնդրահարույց կետեր կան, որոնք են նրանք։ Խնդրահարույց կետեր չեմ փորձի այսօր գործող Սահմանադրությանը որևէ կերպ քննադատել, դրա համար զերծ կմնամ, իսկ խնդրահարույց կետեր այո կան, որովհետեւ այս Սահմանադրությունը որոնց հիշում ենք, թե ինչ պայմաններում է հաստատվել։ Արդյոք անկախության հռչակագրի մասին Չեմ կարող ասել մարտը ինչ տեքստ կլինի, նոր արդեն կսկսենք խոսել։ Պարոն Սարգսյան, երեկ Նիկոլ Փաշինյանը ճշմարտություն հայտարարեց, որ եկեղեցու հետ կապված գանձերը մարդիկ փոխում են հանելու, կաթողիկոսությունը հանել Հայաստանից։ Ինչից է այդպիսի տպավորություն ստացել, որ մայր եկեղեցին ուզում է կաթողիկոսությունը տեղափոխել, եթե իհարկե դուք եք այդպես կարծում։ Եթե պարոն վարչապետ նման հայտարարություն արել, ուրեմն հիմքեր ունի նման հայտարարություն անելու։ Այսինքն ձեր տպավորությունը ինչ է անում եկեղեցին դրա համար։ Եկեղեցին առհասարակ չեք տեսնում, որ ուզում էր ժողովը անել Ավստրիայում։ Դա ընդունված պրակտիկա է, դա շատ է։ Ընդունված պրակտիկա երբ է եղել անկախության ժամանակ։ Չեմ հտաբերում նման բան, բայց Որովհետև ըստ Մայրաթորի իշխանությունները ճնշում են այստեղ այդ ժողովը իրականացնելու համար հոգևորականներին ճնշում են այստեղ։ Որոշ եպիսկոպոսների մուտքը արգելքը նաև սահմանվեց երկրից դուրս գալու։ Եթե որոշ եպիսկոպոսներ իրենց պահեին օրենքի սահմանում եւ նման քրեական գործ չէր հարուցվի եւ արգելք չէր տրվի։ Ում նկատի ունեք, որ օրենքի շրջանակում իրեն չի պահում։ Օրենքի շրջանակում են եպիսկոպոսները, որը քրեական գործ է հարուցվել, անձամբ նրանց չեմ ճանաչում եւ դատական ակտը չկատարելու համար քրեական գործ է հարուցվել, խոչընդոտելու համար նույնիսկ։ Բայց 5 սրբազան, առավել քան 5 սրբազանների եւս արգելք կա, երկրից բացակայելու եւ քրեական գործը մասնացիոտնի նախկին թեմի առաջնորդի կարգառույց անելու որոշումն է գրավում։ Նման որոշումը նաեւ խոչընդոտում է մեկ այլ դատական որոշում, չէ՞։ Այդ իշխանությունը չի մեկնաբանում, դատարանն է մեկնաբանել։ Բայց աշխարհիկ պետությունը իրավունք ունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, մասնավորապես դատարանների միջոցով։ Իհարկե, դա Հայաստանի Հանրապետությունում գործող կառույց է եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կառույց է։ Բանա օրենքից դուրս է գործում այդ կառույցը։ Բոլոր կառույցները, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա։ Պետք է ստորագրեն իմ կարծիքով։ Որոշումները որևէ չի մեկնաբանվելու կամ Եթե աշխատավարձ են ստանում, ուրեմն պետք է ինչ-որ հիմքի վրա ստանան, չէ՞, դա աշխատավարձը։ Աշխատավարձ ստանում են, իսկ հոգեվորական։ Ինձ կարծում եք բանաս Աստծուց սնունդ են ստանում եւ ապրում են։ Ոչ, Աստծուց սնունդ չէ։ Աշխատավարձ են ստանում, ընտանիք են պահում, չէ՞։ Ինչպես է գոյանում կուտակում իրենց աշխատավարձը։ Չեմ զբաղվել, բայց ակնհայտ է, չէ՞, որ աշխատավարձ են ստանում։ Օթից են ապրում այդ մարդիկ։ Ուրեմն այլ եկամուտ է, ստվերային եկամուտ է։ Չէ, ակնհայտ։ Պարոն Սարգսյան, օրինակ ես, Մանյան, չգիտեմ, Հասմիկը կարող եմ որոշել, որ Նիկոլ Փաշինյանը ենթադրենք Սուրեն Պապիկյանին պիտի հեռացնի, որովհետև ճիշտ որոշում չի։ Ու գնանք դատարան դա վիճարկենք։
Դուք ազատ եք որպես Հայաստանի քաղաքացի յուրաքանչյուր կարծիք հայտնելու։ Կարող եք նաև դիմել դատարան, բայց արդյոք դատարանը կընդունի ձեր հայցը թե չէ, դա է խնդիրը։ Մեկ էլ դա ենք ասում։ Եթե ընդունել է դատարանը, ուրեմն բոլոր անհրաժեշտ կետերը եղել են ընդունելու։ Եթե որևէ կետ չի պահվում, դատարանը հայցը չի ընդունում։ Հիմա դատարաններն է ձեր իրավապահ համակարգն է, դրա համար իրենք Մեր իշխանությունը միշտ բողոքում է, որ դատարանը իր ձեռը չի, հա, իշխանությունը չէ, ժողովուրդը, որ սրան ազատեց, նրան ազատեց, այսօր դուք ասում եք, բանա, դատարանը ձեր ձեռքում է։ Մեջ վերում են Նիկոլ Փաշինյանի խոսքած մեր տղա մի դատավոր, որի մասը չանի։ Բայց արդյոք այդ խոսքը դուք հիմա չեք կտրում, դա այն կոնտեքստում է ասվել, որ ինքը որևէ դատավորի երբեք որևէ բան չի ասում։ Այդ է կոնտեքստից ձեր կտրած խոսքը։ Դա է, ոչ հենց այդ է։ Դուք խոսով կարծում եք, որ իշխանությունը ունի լիազորություններ խառնվել եկեղեցու։ Որ դատական իշխանությունը։ Ես ոչ խոսում եմ երկրի իշխանության մասին, կառավարության ղեկավարի մասին։ Եթե այն կառույցը, որը գործում է քո երկրում, դուրս է գալիս օրենքների սահմաններից, իհարկե պետք է բերել օրենքի դաշտ։ Օրենքների սահմաններից Դե նա տարբեր փաստեր եք ասում եք դատական միջամտություն, եթե դատական միջամտություն կա, արդեն ուրեմն օրենքի խախտում կա։ Բացակցեմ, բայց այդ ձեր չսիրած կամ սահմանադրություն, որ պատրաստ եք փոխել, հստակ նշում է, չէ՞, որ եկեղեցին եւ պետությունը անջատեն, այսինքն եկեղեցին պետությունից դուրս է գործում։ Դուք քիչ չեք սխալ մեկնաբանում օրենքները։ Պետությունը իրավունք ունի խառնելու եկեղեցու ներքին գործերին։ Իսկ պետությունը իրավունք ունի օրենքից դուրս գործող կառույցին բերել օրենքի դաշտ։ Իր կետերին, իր կանոնակարգին չհետևող։ Նայեք, եթե հասարակական կազմակերպությունը գրանցվում է եւ իր կանոնադրության չի հետևում, արդեն տեղել չէ պետությունը միջամտելու հնարավորություն։ Եթե հստակ կանոնակարգով գրած է, որ կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն, բայց չի հետևել, չէ, ակնհայտ ունի զավակ եւ այլ սերունդ, թորներ, հետեւաբար ինքը արդեն խախտել է այդ նույն կանոնը, իրանց կանոնը, ներքին կանոնադրությունը։ Եվ եկեղեցին իրանք գործում են նույն սկզբունքով կազմակերպություն են, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։